Ոչ մեկիս համար էլ գաղտնիք չի, չէ, որ պատերազմի ժամանակ երբ մարդիկ գերի են ընկնում, սովորաբար նրանց տանջում են կամ տանջամահ են։ Բայց այս սովետը ավելի շուստր է գտնվում ու որոշում է գերիներին աշխատացնի։ Ինչի համար գերմանացի գերիներին բերեցին Հայաստան, ինչ են կառուցել նրանք Երևանում։ Ես պատմեմ, իսկ դուք լսեք, որ ոչ մի փաստ բաց չթողնեք, ու միջև անցնել իմ բուն նյութին, չմոռանաս գրանցվել գիտակերտին։ Նախ ասեմ, որ պատերազմի ժամանակ սովետական բանակը 2 միլիոնից ավել մարդ է գերի վերցնում։ 2 միլիոն մարդ, մի երկիր մարդ է վերցել, ու այսքանին բնական է հոյրամոտ չէր պահելու։ Շուստրիները բռնում են ու բոլորին ցրում են ամբողջ միությունով մեկ։ Օրինակ Հայաստան մի 20,000 մարդ են բերում ու բոլորին սկսում են աշխատացնել։ Իսկ դուք ինձ կհարցնեք, Արթուր, իսկ ինչ են աշխատել գերիները Հայաստանում։ Ասեմ, շինարարություն էին անում։ Օրինակ նրանք կառուցել են լեգենդար հաղթանակի կամուրջը։ Նայիրի կինոթատրոնը, Երևանում գտնվող բնակելի շենքեր, որոնց մեջ շատերս հիմա ապրում ենք։ Մոնումենտի այս երկար պատը։ Պատկերացնում եք 80 տարի այս պատը կա ու մի հատիկ քար ձևի համար չի ընկել։ Լայքը դրեք ու տարածեք, որ ավելի շատ մարդ նայի։ Իդեպ ասեմ, որ ռազմագերիները այնքան էին եղել Երևանի փողոցներում, որ մարդկանց համար դա նորմալ երևույթ էր դառել, բայց նենց չի, որ մենակ Երևանում են աշխատել։ Գյումրիում փողոցներ են սարքել, Սևանում են աշխատել, Վանաձորում, Արթիքում եւ այլ քաղաքներում։ Ու ինչ-որ մոտավոր հաշվարկ կա, որ գերիները կատարել են շուրջ 500 միլիոն ռուբլու աշխատանք, ու դե պարզ է, չէ, որ այդ ամեն ինչը ձրի են արել։ Համ էլ քանի չեմ մոռացել ասեմ, ես չգիտեմ խի ենք մենք ասում գերմանացի գերիներ, եթե նրանց մեջ իրականում եղել են ավստրիացիներ, ռումինացիներ, ֆրանսիացիներ, իտալացիներ եւ այլ ազգերի ներկայացուցիչներ։ Համ էլ մեր մոտ ապրող գերիներից շատերը ցավոք մահացան։ Սովից, հիվանդություններից, գնդակահարություններից, ինչու չէ։ Հայաստանում էլ կան մի քանի եղբայրական գերեզմանոցներ, որտեղ նրանք հուղարկավորված են։ Մեկ էլ վերջում ուզում եմ ասեմ, որ ճիշտ է, իրենց կամքին հակառակ, բայց մարդիկ շատ մեծ ներդրում են ունեցել Հայաստանում, ինչի համար շնորհակալություն։ Իսկ դուք մեկնաբանություններում գրեք, թե ինչ դեպքի մասին պատմեմ ձեզ հաջորդ անգամ։